Հայաստանի բյուջեն սեփական դրամապանակի վերածած Նիկոլ Փաշինյանի ճիշտ հակառակը իր վաստակածը հանուն Հայաստանի զարգացման ներդրած Սամվել Կարապետյանի մասին։ Ջոն Էյբերնը ընդգծել է Սամվել Կարապետյանի դեպքում գործ ունենք ոչ միայն ազատազրկման, այլև մասնավոր բիզնեսի պետականացման հետ։ Այն մեկնաբանությանը, որ Մարդիկ շարունակում են անհանգստանալ Սամվել Կարապետյանից հետ սխլեցին թշնամուն տալու համար։ Որտան Ադրբեջանին թշնամուն։ Look at it from the perspective. Վաշինգտոնում կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովին խոսել է փաստաբան Արամ Վարդևանյանը, հիմնավորել Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, քանի որ անազատության մեջ է հայտնվել Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը չողջունելու համար։ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունները, այդ թվում քաղաքական հետապնդումը, Հայաստանի հազարավոր վայրերում, հարյուրավոր կետերում մենք տեսնում ենք դատարկ արտադրական տարածքներ։ 300,000 նոր աշխատատեղը կկանխի օր-օրի անհանգստացնող արտագաղթը, համոզված են մեր ձևով շարժման անդամները։ Վիճակագրության համաձայն Հայաստանում մեկ տարվա ընթացքում 3000 ընկերություն է փակվել, դա նշանակում է մեկ տարվա ընթացքում առնվազն 9000 աշխատատեղ են կորցրել։ Գիտեմ, որ վերջի 2 տարվա ընթացքում ձեր հարկերը 2 անգամ ավելացվել են։ Մշտապես լինելու եմ Հայաստանի կողքին, հայ ժողովրդի կողքին։ Աշխատող քաղաքացին պետք է լավ վարձատրվի, փոքր բիզնես դնող քաղաքացին պետք է աջակցություն ստանա։ Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմը իշխանություն դառնալու դեպքում հարկերից կազատի 96,000 փոքր բիզնեսի։ Փոքր բիզնեսը այլևս հարկ չի վճարում։